հերթապահության ժամանակ շատ ծանր վնասվածքով հիվանդ բերեցին, այդ ժամանակ անեստեզիոլոգը Լևոն Ալթունյանն էր, նախկին նախարարը, իմ լավագույն ընկերներից մեկը, բնականաբար գիշերը ժամը 2-ին, դա դեռ 91 թվականն էր, գիշերը ժամը 2-ին մտանք վիրահատությունը հիմնականում ավարտվել էր, մնացել էր մաշկը կարելը, լույսերը անջատեցին, այն ժամանակ էլ երկրորդ գիծ, դվիժոկ, տենց բաներ չկային, ու ստիպված եղանք հրավիրել բոլոր այդ բուժքույրեր, հերթապահ, մայրապետներ, մոմերը վառեցինք, տվեցինք ձեռքերը, սկսեցինք վերքը կարել, ավարտեցի վիրահատությունը, ասում եմ, հանի նարկոզից, ասում եմ, չեմ հանի, ասում եմ, մինչև լույսերը չտան չեմ հանի, ասում եմ, ինչի, այս տղան վախենում էր մեռնելուց շատ, պատկերացնում ես իրան արթնացնեմ, ինքը տեսնի մութ տարածության մեջ, սպիտակ շորերով, մոմերով կանգնած հրեշտակներ, ինչ կմտածի։